ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ ոչերին երկոսելու, թեև անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ ժուրնալիստների, լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այնուհանդերձ ուրախ եմ։ Ես կարծում եմ թյուրն բռնում կա, որովհետև երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է, եւ ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության խաղաղ անցնցում փոխանցման պայմանները, հետեւաբար ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել։ Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է։ Ընտրեք։ Պարոն Սարգսյան, ուրեմն ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել։ Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը։ Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ։ Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է։ Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի կողմի ձեռքը։ Սա ժողովրդի անունից 7-8% տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու եւ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը։ Եթե դուք պետության օրինական պահանջը չեք օրինական են, ստեսություն պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետևություն կարող եք անել, ես ուզում եմ արձանագրել, որ սա եւս մեկ ապացույց է, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին եւ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդությունների գործողությունները, քաղաքացիական անհնազանդության գործողությունները եւ այսօր ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում։